ձեզ եմ ներկայացնում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը հաստատումից հետո պատրաստում ենք ներկայացնել ազգային ժողով հետագա քննարկումները իրականացնելու համար։ Բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, հնայի դեֆլյատորը 3%, պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ, հարկային վարչահարության բարելավման ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր հնա-հարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4%-ային կետով, այստեղ նշեմ, որ սպասողականը այս տարվա համար 1%-ային կետով բարելավումն է 24 թվականի նկատմամբ, պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 26 թվականին կկազմի 5.9%։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն հնայի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց։ Միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8% մակարդակի։ Արդյունքում կառավարության պարտք հնայացուցանիշը 26 թվականի վերջում կանխատեսվում է 53.5%։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 26 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնց արդյունքում ի թիվս այլ թիրախների կապահովի հետևյալ առանցքային թիրախների իրագործումը։ Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը։ Կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը 55 միլիարդ դրամի չափով։ Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 25 թվականին պիլոտավորվել էր 2 մարզերում, 26 թվականից կկիրառվի ամբողջ հանրապետությունում, որի նպատակը Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է եւ անապահովության մակարդակի նվազեցումը։ Կշարունակվի անուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ 26 թվականին պետական բյուջեով ծրագրի գծով նախատեսվել է 9.7 միլիարդ դրամ։ Շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը, որի գծով 26 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 20 միլիարդ դրամ, որը 25 թվականի բյուջեի նկատմամբ ավելի է 7.6 միլիարդ դրամով։ Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 26 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու են նախագծման եւ կառուցման աշխատանքները, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն ու պայմանագրերի սպասարկումը։ Հանրակրթական դպրոցների ուսուցիչների նախնական եւ միջին մասնագիտական արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքում կապահովի վերջիններիս աշխատավարձերի աճը։ Կշարունակվի դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքները, ապահովելով նաեւ նրանց հագեցումը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով։ Կիրականացվեն միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, միջին նորոգման, ամառային եւ ձմեռային պահպանման, ինչպես նաեւ թունելների եւ կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքները 66.2 միլիարդ դրամի շրջանակներում։ Վարկային միջոցների հաշվին 36 միլիարդ դրամի շրջանակներում կշարունակվի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34 կիլոմետր, Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր հատվածների շինարարությունը, կտրվի Քաջարանի թունելի եւ մոտեցումների շինարարության մեկնարկը, ինչպես նաեւ 26 թվականին կմեկնարկի Սիսիան-Քաջարան 60 կիլոմետր ճանապարհահատվածի հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի իրականացումը եւ կառուցման, վերակառուցման աշխատանքները, մասնավորապես Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրի հյուսիսային ենթահատվածի, հարավային ենթահատվածի, ինչպես նաեւ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները։ Կշարունակվի ջրային պաշարների մակերևութային հոսքի կառավարման նպատակով
ջրամբարաշինության ծրագրերը, որի արդյունքում կապահովի ջրային ռեսուրսների պաշարի ավելացումը եւ ջրային հոսքերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը։ Կշարունակվի պետական աջակցության տրամադրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, մասնագիտական աշխատանք կատարող միգրանտների, նոր աշխատողների ներգրավման եւ վերապատրաստման համար, իսկ 26 թվականից կմեկնարկի նաեւ մասնագիտական աշխատանք կատարող միգրանտներին աջակցության տրամադրումը։ Կմեկնարկի ավիացիայի աջակցության հաստատված ծրագրով ֆինանսական օժանդակության տրամադրումը այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն օդային ուղևորներին նոր ուղղություններից Երևանի Զվարթնոց եւ Գյումրու Շիրակ օդանավակայաններ։ Այս ուղղությամբ 26 թվականին նախատեսվել է 3 միլիարդ դրամ։ Կշարունակվի կառավարության կողմից համաֆինանսավորման սկզբունքով համայնքներում մասնակցային բյուջետավորման սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որի գծով 26 թվականին նախատեսվում է 2 միլիարդ դրամ, 25 թվականին 1 միլիարդ դրամի դիմաց։ Միջոցներ են նախատեսվել նաև COP17 համաժողովի եւ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով։ Նշեմ նաև, հարգելի գործընկերներ, որ այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով օրինակ ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ում 3.5%-ից 25 թվականի աճելու ենք 3.3%-ից աճելու ենք 3.5% եւ առողջապահության նախարարության գծով 1.5%-ից աճում ենք 1.8%։